դպրոցների ենթակայության փոփոխության կամ լիազորության հանձնման գործընթացը մի քանի բաղադրիչներ ունի, կարելի է ասել, որ իրավական բաղադրիչի իրավական հիմքերը տարբեր օրենքներում համապատասխան լիազորություններ արձանագրելով արդեն իսկ ստեղծված են եւ մենք հիմա որոշ փոփոխություններ ենք անում, որը հնարավորություն է տալու ել ավելի հստակ առանձնացնել, թե այս ենթակայության փոփոխության համատեքստում ինչ գործառույթներ է անելու նախարարությունը եւ ինչ գործառույթներ են իրականացնելու մարզպետարանները։ Օրենսդրական փոփոխությունից բացի հաջորդ փոփոխությունը կապված է այդ դպրոցների կառավարման համապատասխան կառուցվածք ունենալու հետ եւ դրանով պայմանավորված մենք Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմում այն ստորաբաժանումներում, որոնք դպրոցների հետ ուղիղ առնչություն ունեն եւ օրինակ մինչ այս աշխատում էին մեր ենթակայության 100-ից ավել դպրոցների հետ, հիմա այդ ստորաբաժանումներում կառուցվածքային եւ մարդկային ռեսուրսների փոփոխություններ են տեղի ունենում, որի արդյունքում էլի հստակ անելիքների բաժանում է տեղի ունենալու որոշ դեպքերում ըստ մարզերի, որովհետև լինելու են մարզային համակարգողներ եւ որոշ դեպքերում եթե նույն գործառույթը պարզապես բազմապատկվելու է դպրոցների քանակով պայմանավորված, այսպես մարդկային ռեսուրսի ավելացման միջոցով, փոխանցումը որպես այդպիսին տեղի ունենալու հետեւյալ ձևով սեպտեմբեր ամսից արդեն բովանդակային իմաստով այն հարցերը, որոնք կվերաբերեն կրթության բովանդակության, ինչպես նշեցի, ուսումնական պլաններին, ուսուցիչներին, տնօրեններին, որ արդեն իսկ ինչ-որ չափով մեր դաշտում է սեպտեմբեր ամսից այս ամեն ինչի հետ կապված մարզպետարանների գործառույթները դադարեցվելու են, բայց միաժամանակ իրենց փոխանցվելու են մինչ այս նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցներին վերաբերող վարչատնտեսական գործառույթները, նույն վարչատնտեսական համակարգողների աշխատանքից ընդունումը, ազատումը կամ իրենց հետ աշխատանքային հարաբերությունները։ Քանի որ ֆինանսական տարին մեկնարկել է հունվար ամսից, մենք որոշում ենք կայացրել եւ այդպիսի համաձայնություն ունենք, որ տարվա կեսին այդ փոփոխությունը չենք անի, այսինքն ֆինանսական տարին այս իմաստով կփակվի մարզպետարանների կողմից եւ երբ որ հաջորդ ֆինանսական տարին 2027 թվականին մեկնարկի, արդեն նոր միայն նախարարությունը կսկսի պայմանագրերը կնքել դպրոցների հետ, որովհետև հիմա մենք ունենք իրավիճակ, որ դպրոցների մի մասի հետ պայմանագրերը կնքել է նախարարությունը, մյուս մասի հետ յուրաքանչյուր մարզ իր ենթակայության դպրոցների, այսինքն այս պայմանագրերի շարունակությունը, հաշվետվությունները, ֆինանսավորումը ամբողջությամբ կավարտենք եւ 27-ի հունվարից նոր ամբողջությամբ մեր դաշտ կգան պայմանագրերը։ Նաև շատ կարևոր է, որ մինչև սեպտեմբեր մի շարք այսպես կարևոր ծրագրեր, որ իրականացվում են, դրանց համապատասխան հարթակները թվայնացված կլինեն։ Հիմա արդեն ամբողջությամբ գործում է կադրեր կետեմ հարթակը, որտեղ տնօրենների եւ ուսուցիչների եւ ոչ ուսուցչական հաստիկների, այսինքն դպրոցի գրեթե ամբողջ անձնակազմի բացի վարչատնտեսական համակարգողը, որտեղ ուրիշ ընթացակարգով է արվում, բոլոր թափուր հաստիկների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է այդ հաստիկներին դիմելը արդեն իսկ ամբողջությամբ թվայնացված է։ Աշխատանքներն իրականացում ուսուցիչների տարակարգի փաթեթների ներկայացման գործընթացները թվայնացնելու, որ մինչև այդ կունենանք եւ ուսուցիչների մասնագիտական զարգացման հարթակներ մինչև սեպտեմբեր մենք ունենանք, այսինքն ըստ էության տեղի ունենալու այն, որ սեպտեմբերից դպրոցի բովանդակության հետ կապված այն հարցերը, որոնք նախկինում հասցեագրվում էին մարզպետարանին, այդ հարցերը հասցեագրվելու են ուղիղ նախարարությանը, իհարկե բազմաթիվ ռիսկեր գնահատվել են, վերլուծություններ արվել են, դրան համապատասխան փոփոխություններ իրականացվել են, նաև նախատեսում ենք մի քանի անգամ հանդիպումներ եւ մարզպետարանների եւ դպրոցների հետ, որ ավելի դետալային նկարագրենք, թե ինչն է, այսպես ասենք, նախկինից տարբեր ձևով տեղի ունենալու։